Հարցս Գարեգին Բային. Ինչու էին լուր Մայր Աթոռի զանգերը, երբ թշնամին հարձակվել էր Արցախի եւ Հայաստանի վրա։ Ռետորական հարց Կրեմլյան 5-րդ Շարասյանը եւ որոշ քաղաքականացված եկեղեցականներին։ Եթե դուք այդքան մտահոգված եք հայկական եկեղեցու ճակատագրով, ինչու եք լռել, երբ Ալիևի ահաբեկիչները 2020 թվականի հոկտեմբերի 8-ին հարվածեցին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն։ Ինչու շարունակեցիք լռել, երբ Ալիևի ահաբեկիչները շարունակում էին ռմբակոծել եւ քանդել հայկական եկեղեցիները, ոչնչացնել խաչքարերը, երբ 120,000 արցախահայ ժողովուրդ ամիսներ շարունակ շրջափակման մեջ էր եւ սովի էր մատնված։ Ինչու Ռուսաստանի Դաշնության եկեղեցու առաջնորդին չդիմեցիք Գարեգին Բ, որ աջակցեն։ Եթե դուք կապ չունեք Կրեմլյան 5-րդ Շարասյան հետ, ապա ասացեք խնդրեմ, ձեր լռության դիմաց ստացաք պատվո շքանշան Պուտինի Դաբրով, Սերգեյ Կոբերկինի կողմից։ Ինչու լռեցիք, երբ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին թշնամին հարձակվել էր Հայաստանի վրա, երբ 2023 թվականին Ռուսաստանի Դաշնության այսպես կոչված սահմանապահների աչքի առաջ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ կրկին բռնապետ Ալիևյան ռեժիմի կողմից հարձակում, ինչու չդիմեցիք քրիստոնյա աշխարհի ողջ եկեղեցականներին։ Դուք Հռոմի Պապին հավասար լիազորություններ ունեք, բայց կրկին լռեցիք, երբ 120,000 արցախահայ ժողովուրդը բռնի տեղահանվեցին իրենց բնորանից։ Դուք եկեղեցու պաշտպաններ չեք, եկեղեցին Աստծո եւ քրիստոնյա ազգի տունն է, սրբությունն է։ Ձեր շոուները, իրար ուտելը, գզվրտոցն Մայր Աթոռի տարածքից դուրս արեք։ Այս ամենը թուրքն էլ ա տեսնում, հային հարիստ չէ։ Սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, Քոչարյանով, Սերժով, Փաշինյանով, այս վիճակին ձեր վարած քաղաքականության պատճառով է հասել երկիրը։ Այս վիճակի համար բոլորիդ պետք է տալ քաղաքական գնահատական, առանձին Ոմանց հիստերիան Հայաստանում տեղի ունեցողի վերաբերյալ ապացուցում է այն, ինչ վաղուց ակնհայտ էր։ Հարգանքով հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյան։ Սիրելի հայրենակիցներ, կխնդրեմ, որպեսզի այս տեսանյութը մաքսիմալ տարածել եւ կիսվել։ Կանխավ շնորհակալություն։ Ով կհաջորդե Գարեգին 2-րդ Կաթողիկոսին։ Այս ուղիղ հետերով մենք պիտի քննարկենք Սուրբ Եկեղեցու համար ամենագենսական հարցերեն մեկը։ Գարեգին 2-րդ Կաթողիկոսեն հետո ով պետք է առաջնորդե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Սա բարձրապես անձի փոփոխության հարց չէ, այլ մեր եկեղեցու հոգևոր վերածնունդի, մաքրության եւ հայ ժողովրդի հետ վերամիացման հարցն է։ Այս հարցը անհետացկելի է։ Գարեգին 2-րդ հրաժարականը անհետացկելի է, սակայն ինչու։ Ինչպես նախորդ քարոզներուս մեջ անդրադարձանք, Գարեգին 2-րդ Կաթողիկոսի պաշտոնավարումը ցավալիորեն նշանավորված է ապակառավարումով, ֆինանսական տապանցիկությամբ, բացակայությամբ, բարոյական անգումով եւ քաղաքական միջամտություններով, որոնք հերու են Սուրբ Ավետարանին, խոսքերեն եւ պատվիրաններեն։ Մենք ականատես եղանք եկեղեցու վարկապեկման, որուն հետևանքները խորապես կցավցնեն յուրաքանչյուր հավատացյալի սիրտը։ Այսօր եկեղեցին կդիմակրավե ահռելի մարտահրավերներ, որոնք կսպառնան անոր ոչ միայն հեղինակությանը, այլև քոյությանը, որպես ազգային կառույց։ Ուստի նոր առաջնորդի վարչապետ Փաշինյանը ոչ միայն Հայաստանի թիվ 1 պաշտպանն է, այլ նաև եկեղեցու թիվ 1 պաշտպանն է այսօր։ Եկեղեցին պետք է փրկել եւ պաշտպանել կտրիչ Ներսիսյան, այս Ներսիսյան կլանից, այս Գարեգինից, իր եղբայր Եզրասից եւ նրան շուրջ մի 10 հոգի գործակալ եւ չեկիստներից, ովքեր ուզուրպացրել են մեր սրբություն սրբոցը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Վարչապետի ոչ մի քայլ Էջմիածնի կամ Մայր Աթոռի դեմ չէ։ Այս խունտան, Գարեգինի կտրիչի խունտան ծառայում է օտար երկրի, նրանք հավաքագրված գործակալներ են։ Վարչապետը ունի անսահման
անասելի մեծ պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների առաջ եւ հասկանում եմ, որ նա բացեիբաց չի կարող ասել, որ Գարեգինը կտրիչը գործակալ է, քանի որ ինքը Հայաստանի ղեկավարն է, առաջի դեմքն է, նա պետք է դիվանագիտական խողովակները բաց պահի Հյուսիսի հետ եւ հարաբերության մեջ լինի։ Ես այդ կաշկանդվածությունը չունեմ եւ հստակ ասում եմ։ Սիրելի ժողովուրդ, վստահ եմ արդեն տեսել եք, թե Հայաստանի իրավապահ համակարգը ինչպես է կանխել նախադեպը չունեցող մի այլանդակ վտանգավոր ահաբեկչության փորձ, որի նպատակը ըստ էության Հայաստանի Հանրապետությունը հիմքերից պայթեցնելն էր։ Դրանից հետո հայ ժողովրդի ճակատագիրը որպես մանրադրամ, որպես գրոշ օտար կենտրոններին հանձնելն էր։ Այս այլանդակ վտանգավոր ահաբեկչական նախագծի ղեկավարներն ըստ էության իրենց սրբազան հրճակած սրբապիղծներն էին, որոնց որ օրհնել է Կտրիչ Ներսիսյանը։ Այս վտանգավոր ահաբեկչության մեջ բնականաբար իրենց կանոնակարգված դերակատարումը պիտի ունենային տարբեր տրամաչափի օլիգարխ բարերարներ, օտար կենտրոններից Հայաստան գործուղված մարտագլխիկներ, որոնք պիտի պայթեցնեին մեր պետության հիմքերը։ Եվ այդ պայթյունի, պետության պայթյունի գինը պիտի վճարել էլի պիտի վճարեր հայ ժողովուրդը, որովհետև այդ մարդիկ պետությունը կազմալուծելուց հետո ստանալու են իրենց վարձատրությունը եւ վայելելու են իրենց վարձատրությունը համապատասխան վայրերում եւ ժողովուրդը նորից հայտնվելու էր կոտրած տաշտակի առջեւ։ Ձայնագրություններում նշվում է, թե նրանք ոնց էին պատրաստվում պատերի տակ մարդկանց դյուրել, քաոս ստեղծել երկրում, տապալել հասարակական կարգը, խուճապային տրամադրություններ տարածել, թե ոնց էին նրանք մարդկանց ընդհանրապես վերաբերվում որպես մոլոտովի կոկտեյլներ, որոնց պետքա շպրտեին պետության վրա ու պայթեցնեին այս պետությունը։ Բարեբախտաբար իրավապահ համակարգը կանխել է այս այլանդակ ահաբեկչությունը։ Բոլորը պետքա պատասխանատվության ենթարկվեն, քրեա իրավական, քաղաքական, հասարակական, բարոյական։ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, անդառնալիորեն եւ անշրջելիորեն։ Ժողովրդից ոչ ոք չի կարող խլել իր իշխանությունը։ Սա պարզապես առօրյա քաղաքական պայքար չէ։ Մենք կռիվ ենք տալիս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանության համար, որովհետև այն ուժերը ռոբասերժական, կտրիչ ներսիսյանական, օլիգարխիական, այսպես կոչված բարերարական ուժերը, որոնք որ այս նույն շրջանակի, այս նույն շղթայի տարբեր օղակներն են, ըստ էության պայքարի են դուրս եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ Հայաստանի պետականության դեմ։ Եվ նրանք բոլորը հատ ջախջախվելու են, ջարդուփշուր են լինելու եւ պատասխանատվության են ենթարկվելու։ Հայաստանի Հանրապետությունն իշխանությունը պատկանում է ժողովրդին, կեցցե Հայաստանի Հանրապետությունը։